Ես աշխատում էի Բաղրամյան պոլիկլինիկայում որպես մանկական ներզատաբան եւ այդ Բաղրամյան պոլիկլինիկան պատկանում է Երևանի քաղաքապետարանին։ Հրավիրեցին քաղաքապետարան ու բացատրեցին ծրագրի իմաստը, որ սկսում են Նիցայի քաղաքապետարանի հետ ծրագիրը, բժիշկներն են գնալու եւ վերապատրաստում են։ Որոշվեց, որ դառնան Երևանը եւ Նիցան քույր քաղաքներ։ Առաջարկվեց մեզ պայմանագիր կնքել, որը կնքվեց 23 թվականին, մեր 3 տարին է այդ պայմանագիրը գործում է, որպեսզի բժիշկներ գնան վերապատրաստման Նիցայի համալսարանական կլինիկաներ։ Սկսվեց այդ ծրագիրը կյանքի կոչվել մի կարևոր պայմանով, որ բոլոր տեխնացուները պիտի տիրապետեին ֆրանսերեն լեզվին։ Ուրախությամբ ընդունեցի այդ առաջարկը եւ մարտի 30-ին 3 ամսվա կտրվածքով մեկնեցի Նիցա։ Մեր բժիշկները բակաշ չեն, հա, ֆրանսիացի բժիշկներից, բայց բաներ կան, ասենք հիմնականում միջոցները, որ մենք չենք տիրապետում այդ միջոցների։ Ես ուզում եմ առաջի հերթին հայտնել իմ շնորհակալությունը Երևանի քաղաքապետարանին, որ ինձ ընձեռնեցին տենց հնարավորություն մեկնել 3 ամիս Նիցա։ Երկրորդը ֆրանսիական կողմից ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնեմ Նիցայի քաղաքապետարանին։ Մեկ շաբաթ առաջ քաղաքապետարանը մեզ 29 տարով նվիրեց մի առանձնատուն, որտեղ մեր մասնագետները այդ 2 ամիսը կանցկացնեն։ Ես կարծում եմ, որ այստեղ բացի բժշկական խնդիրներից շատ լուրջ ապագային միտված հարցեր կան։ Եթե հնարավորություն է ստեղծվել նաև բժշկական ասպարեզում, որը նաև անվտանգության ապահովման մի գործառույթ է, ծրագիրը ինքնին արդեն կարևոր է։ Մեր դերը ուղղակի մեր ֆունկցիաները առանձին վերցրած ճիշտ կատարելն է, որպեսզի արդյունքը լինի գոհացուցիչ։